50,000 հոգի կամ աֆղանցի կամ պակիստանցի Բաքվի Հանրապետություն բերվելու ուսումնական կենտրոններում, ասենք, դասընթացներ անցնելու, ռազմական պատրաստություն անցնելու համար, դա մեր համար վտանգ է միանշանակ, հաշվի առնելով Պակիստան, Աֆղանստան, չեմ կարծում, որ դա մեր դեմ ուղղված է, ասենք, բայց ուղղված լինելով Իրանի դեմ, չի բացառվում, որ այդ մեքենան չեն կարողանա պահի տակ օգտագործեն Հայաստանի դեմ, կամ Իրանի դեմ օգտագործելիս, ասենք, ինքը ձեռի հետ մի քիչ կամ շատ ավելի լուրջ վնաս չի հասցնի Հայաստանի Հանրապետությանը։ Թուրքերը ինտենսիվ զորախաղերով ցույց են տալի իրաց մշտական պատրաստվելը եւ սա էլ հավելյալ, ասենք, իրենց ուժատալու բանը, այդ 50,000-անոց, չգիտեմ ճիշտն ասած թիվը որտեղից են ռուսները վերցրել, բայց բանը, որ գրոհայիններին, նախկին, ասենք, մոջահեդներին, գրոհայիններին, վարձկաններին թուրքերը ակտիվ օգտագործում են, դա դեռ 90-ական թվականներին է եղել եւ 20 թվականին էլ է եղել։